Սիրելի լրագրող ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է և մենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև ենք խորհրդանշական ակցիայով ցույց տալու համար, որ 11 օր շարունակ Մարդու իրավունքների պաշտպանը որևէ քայլ չի ձեռնարկել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ։ Հրապարակային որևէ արտահայտություն հայտարարություն չի եղել, արտահերթ զեկույց չի հրապարակվել։ Որևէ մեկը ՄԻՊ-ի գրասենյակից Նարեկ Սամսոնյանին առ այսօր չի այցելել։ Վերջում 3 գիշերն եմ Նարեկին տեսացել, երեկվա դրությամբ որևէ մեկը դեռ Նարեկ Սամսոնյանին այցելած չի եղել։ Մենք հայտարարում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի մեջ է մտնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մենք չենք պահանջում որևէ քայլ իրականացնել, եկել ենք զուտ արձանագրելու, որ Մարդու իրավունքների պաշտպանը 11 օր շարունակ լռում է Հայաստանում աղաղակող ապօրինության առնչությամբ։ Էլ չենք խոսում նախորդ 2 ամսվա կալանքի մասին, որի վերաբերյալ հրապարակային բոլորիդ աչքի առաջ եղել է, թե ինչի համար են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված խոսքի ազատության համար։ Եվ ինչպես է նրանց կալանքը ևս 3 ամիս ժամկետով երկարացվել։ Այս հայտարարակ ապօրինության համատեքստում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ եւ արդեն 11-րդ օրն է գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Ինչպես գիտեք, ինչպես պաշտպանները հայտնել են, Նարեկ Սամսոնյանը ունի նաեւ լուրջ առողջական խնդիր։ Բժիշկը ցուցել է նրան անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել։ Եվ այս համատեքստում հաշվի առնելով թե հացադուլի հանգամանքը, թե նրա առողջական խնդիրը, մենք ահազանգում ենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է։ Նարեկ Սամսոնյանը 11 օր շարունակ որևէ բան չի կերել, նրա օրգանիզմը հյուծվում է։ Դրան գումարվել է առողջական լուրջ խնդիրը, եւ այս երկու հանգամանքները իրար հետ գումարած լուրջ առողջական վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգի հետևանքները կրում են ինչպես Հայաստանի իշխանությունները, ինչպես Հայաստանի դատական համակարգը, այնպես էլ բոլոր այն իրավասու պաշտոնյաները, որոնք պետք է արձանագրեին, խոսեին, բարձրաձայնեին հարցի մասին, բայց մինչ օրս լռում են։ Եվ այդ շրջանակներում առաջնային մանդատ ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ձեր առջև է 11 օրվա սնունդ, որը կարող էր բազմապատկվել 2-ով եւ 3-ով, հաշվի առնելով, որ կարող էր դա տեղի ունենալ մարդու սննդակարգը միայն 1 անգամով չի սահմանափակվում, հա, 2-3 անգամով է սահմանափակվում։ Մենք այստեղ ենք ցույց տալու, թե ինչ հանգամանքներում է Նարեկ Սամսոնյանը բանտում, իդեպ նա իր առողջական խնդրի եւ հացադուլի պայմաններում իր գտնվում է պատժախցի պայմաններում։ Բոլորը տեղյակ եք, որ 3 կտրուկ վատացել էր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը եւ նա տեղափոխվել էր Էջմիածին բժշկական կենտրոն։ Սա եւս լրացուցիչ հանգամանք չհանդիսացավ, որպեսզի ՄԻՊ-ը գեթ 1 տար արտահայտի, բարձրաձայնի։ Ուզում եմ խոսել ԿԿՀ-ի պատժախցային պայմաններում մարդու առողջությանը հնարավոր լուրջ վտանգների, սպառնալիքների մասին։ Երբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա պուլսը չափել են, այսպես ասած, ճնշումը չափել են եւ արձանագրել են, որ կարող է լինել նախաինֆարկտային վիճակ, բուժհաստատությունը ահազանգել է շտապօգնություն։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է ժամը 13:00-ի դրությամբ։ Շտապօգնությունը բուժհաստատություն հասել է ժամուկես անց, 2:30։ Իսկ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց հասել է ժամը 3-ի դրությամբ։ Այսինքն նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն 4 ժամ է անհրաժեշտ, որպեսզի նա քրեակատարողական հիմնարկից հասնի բուժհաստատություն։ Խնդրում եմ պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցանկացած անձի հետ, ով առաջնային բուժօգնությանը հասնում է վատ զգալուց հետո 4 ժամ անց։ Այս հանգամանքները դետալային կերպով ներկայացնում եմ, որպեսզի պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ Նարեկ Սամսոնյանի հետ հացադուլի 11-րդ օրը առողջական լուրջ խնդրի առկայության պայմաններում
եւ այն բժշկական ապահովության բժշկական սպասարկման պայմաններում, որը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում։ Սրա մեղավորությունը բնավ քրեակատարողական հիմնարկինը չէ։ Սրա մեղավորությունը այդ թվում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որովհետեւ ի գիտություն հարգելի լրագրողներ, շաբաթ եւ կիրակի օրերին քրեակատարողական հիմնարկում, կոնկրետ Արմավիր քրեակատարողական հիմնարկի 1100 անձնակազմ ունեցող հիմնարկին սպասարկում է ընդամենը 2-3 բուժակ, ֆելշեր այսպես ասած։ Այդ օրերին բժիշկ 1100 հոգանոց հաստատությունում չկա։ Մի բա ասելիք չունի այս առումով։ Մի բա անելիք չունի այս առումով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է լինել մարդու իրավունքների Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն անելիք չի տեսնում Նարեկ Սամսոնյանի հացադուլի եւ նրա տապարողության առումով։ Հավանաբար տեղափոխվում են, որպեսզի իրենց զսպիչումը իրականացնեն, հարգելի լրագրողներ։ Ժամը 12-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերակրվելիքը իրենց ընդմիջման ընթացքում։ Եվ ուր խորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հայտարարած բռնաբարության մասին, Հայաստանում առաջնային բժշկության խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ անտարբերության մասին։ Նորից հայտարարում են ժամը 12-ից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ընդմիջման ժամ է, խնդրում եմ, վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած 11 օրվա ուտելիքը, վայելեք, հույս ունեմ, ձեր կողորքով այդ ուտելիքը իսկապես կգնա։ Հույս ունեմ, այդ ուտելիքը 11 օրվա չկերած ուտելիքը ընդմիջմանը դուք կվայելեք ամենայն մեծ բավականությամբ։ Միայն թե դուք նկատեցիք, որ որևէ մեկը մեր գրասենյակից դուրս չեկավ, տրամաբանությունը հուշում են գոնե հիմա կփորձենք։ Մենք մեր հայտարարությունները ավարտենք եւ պատասխանենք լրագրողների հարցերին։ Հարգելի գործընկերներ, ես այստեղ կանգնեմ, որ բոլորիդ համար ավելի լավ տեսանելի լինեմ։ Հիմա ես եմ փակել մուտքը։ Անցեք։ Ես չեմ ասում։ Թող գան մարդիկ Ժողովուրդ ջան, ինչպես տեսակ, մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն լռում է 11 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, այլ նաև սարսափում են, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ կարող է ակցիա տեղի ունենալ այդ հարցը բարձրաձայնելու թեմայով։ Մենք բանակցեցինք ոստիկանների հետ, ապահովեցինք համապատասխան տրանսպորտ մուտքը եւ ելքը ապահովելու համար, բայց սա անգամ բավարար չէր։ Մենք բերել ենք ցույց տալու, թե 11 օրվա չկերած սնունդը ինչ առողջական հետևանքներ կարող է առաջացնել մարդու համար։ Եվ բերել ենք արձանագրելու, որ 11 օր շարունակ մի փաստաթությունը, որի առաջնային սահմանադրական մանդատի մեջ է մտնում մարդու իրավունքների հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին տեսակցելը, նրա առողջական խնդիրների մասին պատշաճ իրազեկվելը եւ համապատասխան քայլեր անելը չի արել։ Եվ բերել էինք խորհրդանշական ժամին, տեղեկացված ենք, որ ժամը 12:00-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ ընդմիջման ժամ է։ Բերել էինք, որպեսզի Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած հացը իրենք վայելեն, ընդմիջման ժամանակ, եթե կարող են դա անել։ Խնդրեմ, վայելեք, հարգելի մի աշխատակիցներ։ Հենց դրա համար էլ բերել էինք, մենք մեր խնդիրը իրականացրեցինք։ Մենք այստեղ ենք լրատվամիջոցների համար եւ մեր հանրության իրազեկելու համար, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանը ոչ վտանգ է սպառնում եւ ունենք բոլորիդ աջակցության կարիք այս հարցը բարձրաձայնելու առումով։ Նարեկ Սամսոնյանը 11 օր հացադուլի մեջ է գտնվում, նրա օրգանիզմը հյուսված է եւ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն։
Երեք Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նրան տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն եւ Փառք Աստծո որևէ լուրջ բան չի տեղի ունեցել, սակայն նրան հետ են տեղափոխել պատժախոց։ Եվ ցանկացած պահի Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը կարող է ավելի լուրջ վտանգ սպառնել։ Եվ քանի որ ներկայացրեցի մանրամասները, բժշկական օգնությունը սպասարկումը հասնում է 4 ժամվա ընթացքում։ Սա մազից կախված առողջություն է։ Ամեն րոպեն կարող է թանկ լինել մարդու կյանքի համար։ Եվ մեր խնդիրն է սա արձանագրել եւ ցույց տալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը այս մարդու իրավունքների պաշտպանության հանգամանքների առնչությամբ լռում է եւ հանցակցում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Մենք գիտենք, որ ԵՄ դեսպանին եւ գուցե այլ միջազգային կազմակերպությունների հետ մարդու իրավունքների պաշտպանը այս հարցով կոնտակտի մեջ է։ Բայց հաշվի առնելով թե այն վերաբերմունքը, որը դուք տեսաք այստեղ, մենք չգիտենք իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Մենք չգիտենք, թե իրենք ինչ են զեկուցում այդ կառույցներին։ Եվ մենք մեր մասով ասում ենք, որ մենք անձամբ բոլոր մանրամասների մասին իրենց տեղյակ ենք պահում։ Մեր խնդիրն էր ցույց տալը, որ մարդու իրավունքների պաշտպանը մատնված է անգործության, որ 11 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող հյուծված եւ օրգանիզմի եւ լուրջ առողջական խնդիրների պայմաններում մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է լռել։ Դուք տեսնում եք, որ մենք որևէ ավելորդ բան, որևէ ավելորդ պահանջ, կոչ մարդու իրավունքների պաշտպանին չենք ներկայացրել այստեղ։ Մենք եկել ենք զուտ արձանագրելու, թե որն է մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը Հայաստանում։ Հացադուլի մասին լռելը, առողջական լուրջ խնդիրների մասին լռելը, որևէ քայլ չձեռնարկելը եւ անգամ խորհրդանշական ակցիայի համար ամեն ինչ անելը, որ խոչընդոտվի ակցիան։ Այսքանը հարգելի գործընկերներ, հիմա պատասխանենք լրագրողների հարցերին։